Նա ով հաճախակի ժպտում է, ավտոմատ նվազեցնում է սեփական կարգավիճակը, սեփական ստատուսը։ Կապիկների հետ կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ ալֆա մեծից ավելի հիերարխիայում ցածր աստիճանում գտնվող կապիկները հաճախակի ցույց են տալիս ժպիտի նման դիմախաղ, մեր լեզվով ասած ժպտում են։ Այսինքն նրանք ցույց են տալիս գլխավորին, իրենց վարժակին, առաջատարին, որ մենք քո համար, ես քո համար վտանգ չեմ ներկայացնում եւ պատրաստ չեմ պայքարել քեզ հետ։ Մեր լեզվով ասած, վերջիններս հաճոյանում են։ Եվ եթե ձեզ սովորեցրել են հաճախակի ժպտալ, որովհետև ժպիտը վստահություն է առաջացնում, մտերմացնում է եւ այլն, ապա եթե դա անտեղի ես կիրառում, դա ի վնաս քեզ է անդրադառնալու։ Իրականում շատ դեպքերում այո, ժպիտը առաջացնում է վստահություն, ժպիտը առաջացնում է մտերմություն, որովհետև ժպտալով դու ցույց ես տալիս, ես համահավասար հարաբերություն եմ ենթադրում եւ վտանգ չեմ ներկայացնում։ Բայց եթե դա հաճախ է ու հատկապես անտեղին է, ապա ոչ միայն կարող է կասկած առաջացնել ձեր հույզերի անկեղծության հանդեպ, այլ նաեւ կնվազեցնի ձեր ստատուսը, ձեր կարգավիճակը, որովհետև ժպտալով դուք կարծես հաճոյանում եք եւ անուղղակի հաղորդագրություն եք ուղարկում, որ ես ցանկանում եմ ստանալ, ձեռք բերել, արժանանալ քո վերաբերմունքին։ Հետևաբար ժպտացեք համարժեք իրավիճակին, ժպտացեք տեղին ու շատ ժամանակ ժպտացեք զուսպ, դա ավելի մեծ ազդեցություն կթողնի։